հարազատներս, մարդու երջանկությունը, մարդու այդ էներգիաները բաշխվող հատկանշականը կախված է մարդու մտքերից։ Ամենաառաջին ուղեղից, հետո նոր մարմնից։ Հիմա ես կնկարեմ մի սխեմա, որով որ կփորձեմ բացատրեմ եւ տիեզերական եւ մոլորակային էներգիաները եւ մեր ներսի էներգիաները եւ այդ իրեքը միասին ինչպիսի ազդեցություն կարան առհասարակ թողեն մարդու վրա։ Երեխեք ջան, ուրեմն էսի պատկերացրիք արդեն, մենք ենք մարդ, նու ես եմ, լավ, սիրտը սենց նկարեմ, որովհետև սրտի հետ կապած նաև հեսա էլի բան եմ ասելու։ Ասել եմ, չէ, որ սիրտը ասում են, որ ինքը նասոս է, իրականում երեխեք ջան, դա չի, սիրտը նասոս չի։ Մարմինը ունի տարբեր էներգետիկ ներսում, էներգետիկ ավելի ճիշտ էներգիա ստեղծող համակարգեր, տարբեր, օրինակ դոֆամին, էնդորֆին, դրանք բոլորը էներգիա ստեղծող բաներ են, գարմոններ են, կորտիզոլը եւս էներգիա ստեղծող գարմոն է, կորտիզոլը դա բանն է, երեխեք ջան, ստրախ, վախ, ջղայնություն, զայրույթ, կորտիզոլը արտադրվում է մենակ այն ժամանակ, երբ որ մարդը ներվայնացած է, ջղայնացած է, հեսա պետք է գոռա, հեսա պետք է հարձակվի, հեսա պետք է ներվայնանա, հեսա պետք է նեշնչի, կորտիզոլը ամբողջովին արտադրվում է այդ նպատակով։ Ուրեմն դայշը, դե էնդորֆին, մենդորֆին, դրանք արդեն պատկերացրիք, չէ, դրանք բոլորը գարմոն շերտի է։ Մարդ ով ծիծաղում է, այդ պահին իր մարմինը ուղեղը մարմնի մեջ արտադրում է էնդորֆին, այսինքն գարմոն շերտի է։ Հիմա տեսեք հարազատներս, եւ կորտիզոլը, եւ էնդորֆինը իրանք ամբողջը մի նշանակություն ունեն, ապահովել էներգիա, ապահովել մարմնի մեջ համապատասխան չափով, համապատասխան քանակությամբ էներգիա։ Ինչ է տեղի ունենում այն ժամանակ, երբ որ մետախոնդրիան էներգիա է արտադրում, հա, տեսեք, ես մոտավորապես մետախոնդրիայի կառուցվածքն է, էլի, ասենց մոտավորապես եմ նկարում, երեխեք ջան, վիդեոներ կան, կտենան։ Մետախոնդրիայի մեջ եղած բոլոր այս կլետկը, իրանք ոնց որ ինքը ինչքան շարժում է, այնքան էներգիա արտադրում են։ Կհիշեք սովետական տարիներին բատարեներ կային, որ սենց սխմում թողում էր, իր մեջ ինչ-որ բաներ պտտվում ու ինքը լույս էր վառում։ Կհիշեք այդ երեխեք, ես հիշում եմ, երեխա եմ եղել, ունեցել եմ դաժե դրանից։ Հարազատներս ուրեմն մետախոնդրիաները արտադրում են ինչ-որ X քանակությամբ, ենթադրենք էներգիա։ Գցենք մի 150,000 միլիարդ մետախոնդրիա արտադրեցին այս պահին, ենթադրենք 50 վոլտ ռեալ հոսանք, որ այդ 50 վոլտ ռեալ հոսանքը պետքա աշխատի, ենթադրենք մարմնի, օրինակ, մարսողության վրա, օրինակ։ Ուրեմն այն ժամանակ, երբ որ մարդը ենթադրաբար ինչ-որ մի գործողություն անում, որը որ վերաբերվում է ստանդարտ հոսանքին, հա, այսինքն ստանդարտ 50 վոլտ հոսանքը այս պահին մարմնի արտադրած, բոլորովին բավականում է, որ հերիքացնում է, որ մարդը հաց ուտի ու այդ կերածը մարսվի։ Պատկերացիք, չէ՞ ինչ եմ ասում, այսինքն Զավադսկոյի նախատեսված հոսանք, հա, ասենց Պաումալչանյու, հա, Զավադսկոյի ինչ սխալ եմ ասում, Պաումալչանյու նախատեսված հոսանք, որը որ 50 վոլտն է, ենթադրաբար, որը որ հերիքացնում է օրինակ ուտելուն, այս պահին, լսելուն, ենթադրենք մարսելուն, նու այսքանը հերիք է, պրինցիպի։ Այսքանը հերիք է, որպեսզի մետախոնդրիայի արտադրված, օրինակ 50 վոլտ հոսանքը հերիքացնի այդ գործողություններին։ Եթե այդ պահին պլյուս է լինում, օրինակ, ուրախություն, չէ, երեխեք, տեսեք ինչ է, եթե այդ պահին պլյուս է լինում, այդ մարդու մոտ երջանիկ ինչ-որ մի հատ լուր, հաց է ուտում ու ինչ-որ մի հատ ուրախություն է լսում, ինչ-որ մի հատ ուրախ բան է լսում։ Այդ պահին, երբ որ ուղեղը արտադրում արդեն էնդորֆին, ու ինքը սենց ինչ-որ մի հատ կաթիլ նկարեք, սրա անունը դնենք էնդորֆին։ Էնդորֆին։ Ուրեմն, երբ որ
Մարդ այդ պայն ուրախանում է, իր ուղեղը արտադրում է էնդորֆին։ Ինչի համար է պետք էնդորֆինը, երեխեք։ Պատկերացրեք էնդորֆինը, այս միտոխոնդրիայի ոնց որ կրակի բենզինը լինի։ Կրակը կա, ինքը իրան վառում է, ասենց ստանդարտ ձևով կրակը վառվում է։ Բայց պետք է որ այս պայն այդ կրակը շատ ուժեղ լինի։ Էնդորֆինը, երեխեք, հենց այդ կրակի վրա լցվող բենզինն է կամ սալյարկան։ Պատկերացնում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Երբ որ էնդորֆինը արտադրվում, գարմոն շյացիա, այդ նշանակում է, որ մարմնի վիբրացիաները հիմա պետքա բարձրանան։ Այդ ուրախությունը, երջանկությունը, այդ մարմինը դաժե փշաքաղվում է, չէ՞, երջանկությունից։ Օրինակ ես հենց հիմա փշաքաղվեցի, ասենց էմոցիա ստացա, ուրախ էմոցիա։ Դրա կազմակերպողը հենց էնդորֆինն է, երեխեք ջան։ Դրա, այսինքն էնդորֆինի արտադրվելը միայն ու միայն այդ նպատակը ունի, որ ինքը բարձրացնի մարմնի հոսանքը, որ ինքը բարձրացնի մարմնի այդ տեպլապրավադիմը, մարմնի էներգապրավադիմը, սրանք բոլորը նպաստում են էներգիաների բարձրացմանը։ Կորտիզոլը, երեխեք ջան, կորտիզոլն էլ սենց ինչ-որ մի հատ բան եմ նկարում, եկեք կորտիզոլը ուրիշ գույնով նկարեմ։ Ենթադրենք էս էլ կորտիզոլն է, դրանով կորտիզոլ է։ Մենք բոլորս գիտենք, որ կորտիզոլը արտադրվում է այն ժամանակ, երբ որ մարդը նեգատիվ է ապրում։ Այս ֆակտորը, երեխեք ջան, նույն ֆակտորն է, որը որ վերաբերվում է էլի նույն միտոխոնդրիային, то есть կորտիզոլը արտադրվում է այն ժամանակ, երբ որ պետքա որ այդ մարդը ոչ թե վիբրացիաները բարձրացնի ուրախ մակարդակի վրա, այլ հակառակը վիբրացիաները գցի տխուր մակարդակի վրա։ Բոլոր դեպքերում, այս երկու տարբեր դեպքերում էլ մեզ պետքա էներգիա, որպեսզի այն ինչ որ մենք հիմա զգում ենք, այն էմոցիաները, որ հիմա մենք պետքա ապրենք, վերապրենք եւ այլն, որպեսզի մեր մարմինը, օրինակ այդ պահին խոսքի չմահանա, այսինքն ինֆարկտ չխփի, ինսուլտ չխփի, կաթված չստանանք, որպեսզի այտենց չլինի ուղեղի հետ ինչ որ մի հատ խնդիր չառաջանա։ Այդ ամեն ինչ արտադրվում է, որպեսզի ուղեղի, մարմնի էներգապրավադիմը բարձրանա, այսինքն յոմկը շատանա։ Հարազատներս։ Ուրեմն կորտիզոլից վախենալ պետք չի։ Շատերն են հիմա խոսում այդ մասին, որ կորտիզոլը վատ է եւ այլն, բայց առանց կորտիզոլի մարմինը իր գոյությունը չի կարող պահպանել ոչ մի պարագայում։ Հիմա երեխեք ջան, այս ամեն ինչը ինչ կապ ունի օրինակ մեր դասերի հետ, ինչ կապ ունի իմ ասածների հետ եւ այլն, հեսա կհասկանաք։ Ինչ կապ ունի այս ամենը իմ ձեզ տվածի հետ։ Ոտիկները շարունակենք մարդուկի ու գնանք առաջ։ Հարազատներս։ Ուրեմն պատկերացրեք սիտուացիա։ Մարմին, ով ունի իր մեջ ստանդարտ, ենթադրենք իր եւ մարմնի մեջ եւ մարմնից դուրս 50 վոլտ նախատեսված իր համար հոսանք, որը որ հերիք է, որ իր վիժիվայց անելու ռեսուրսները հերիքացնի, բայց մենք ունենք նաև հող երեխեք և մենք ունենք նաև տիեզերք, տիեզերք ասածը դա են բարձրագույն գիտակցության ոնց որ որպես շարունակություն, որդ բանը, հայրը, գիտակցության հայրը, սա հողն է, սա տիեզերք է, տիեզերք ասելով ես նկատի ունեմ բարձրագույն գիտակցություն երեխեք ջան, թե չէ տիեզերք որպես այդպիսին այն ինչ որ դուք նայում եք վերև տեսնում եք աստղեր, այդքան էլ այդպես չի, ես հեսա մանրից ոնց որ սկսելու եմ տեղադրել այն հոլովակները, որոնք որ մոտավորապես արդեն 20-25 տարի ապացուցում է այդ ամեն ինչը, բայց մինչև հիմա հենց որ այդ մասամասաները մեզանից գաղտնի են պահում, բայց իհարկե դա արդեն այդքան էլ գաղտնի չի երեխեք ջան։ Ինչևէ, հիմա տեսեք, ինչ է տեղի ունենում ժողովուրդ ջան, մարդ համակարգի հետ ամեն վայրկյան, ամեն ակնթարթ, թե քնած, թե արթուն վիճակում։ Մարդ համակարգի իր շուրջ ունի էներգետիկ կոկն։ Էներգետիկ կոկն, որը որ իրան պաշտպանում է, որը որ իրան էներգիա է հաղորդում, որի մեջ եւ գոյություն ունեն ծրագրեր, երեխեք ջան, փոքր տարիքից ստացած ինչ-որ համոզմունքներ, մեկին գումարած, մեկ խոսքի օրինակ անուն, ազգանուն, երկիրների մասին եւ այլն։ Այս ամբողջը որպես ծրագիր գտնվում է մեր աուրայի մեջ,
այս մասին արդեն խոսացել ենք։ Ու մեր աուրան ունի նաև երեխեք պտտվելու հատկություն։ Ուրեմն աջ կողմից դուրս է գալի, ձախ կողմից ներս է մտնում։ Աջ կողմից դուրս է գալի, ձախ կողմից ներս է մտնում։ Ձեռքերի ափերը ամբողջովին դրա մասին է խոսում։ Երբ որ մենք вообще սրա մասին էլ խոսանք, էլի, շատ մոտ ժամանակահատվածներից մեկում առևտուր անելուց ձեզի կբացատրեմ, ինչի է պետք աչով տալ, իսկ դաչին կամ ինչ որ առնում եք ձախով վերցնել։ Դա շատ կարևոր է, որպեսզի ցիկլը վերականգնվի, երեխեք ջան։ Դրա մասին ձեզի ոչ դպրոցում են սովորացրել, ոչ էլ համալսարաններում, բայց իրականում այն օրենքները, որոնց մասին որ մենք չգիտենք, դա մեզ չի ազատում այդ օրենքների առջև պատասխանատվություններից։ Հիմա տեսեք, հարազատներս, բացի այն, որ մենք ունենք արդեն ռեսուրս, որ մենք ունենք արդեն մեր մարմնի համար աշխատող ինչ-որ հոսանք, շատ կարևոր է իմանալ նաև, որ մենք ունենք հոսանք ներքևից վերև բարձրացող, այդ մեր երկիր մոլորակից վերև բարձրացող հոսանքն է, որը որ շատ գերհզոր է։ Եվ տիեզերքից էլի նորից մեր մեջ իջնող։ Դե տիեզերքը ասեցի, չէ, հարաբերական եմ ասում հարազատներս, տիեզերք, բարձրագույն ես, ռեալիզացված լինելու համար այս ամեն ինչը։ Ուրեմն ամեն վարքյան քնած լինենք թե արթուն, այս սխեման միշտ աշխատում է, միշտ աշխատում է։ Դրական լինենք, բացասական լինենք, երեխեք ջան, այս սխեման միշտ աշխատում է։ Ուրեմն տեսեք կարևորությունը այս սխեմայի։ Բոլորակից մենք միշտ ծնվում ենք, տիեզերքից մենք միշտ ծնվում ենք։ Բոլորակից ծնվում ենք ուրեմն այն ժամանակ, երբ որ մենք ունենք ստեղ օրինակ ինչ-որ մի բան նյութականացնելու, ճակերտավոր եմ էսի ասում, ինչ-որ մի բան նյութականացնելու, ինչ-որ մի բան մեր ներսում նյութականացնելու համար, մենք պետք է նաև պատկերացում ունենանք, որ այդ նյութականացնելու համար այն էներգիան, որ վերևից իջնում է դեպի մեր մեջ, լսել եք, չէ՞, այն մեծերից, որ ասում են կյանքի թելը կտրվավ, երեխեք, լսել եք սկի տենց բան, կամ Աստծու թելը կտրվավ, կամ բանը, մենք բոլորս Աստծու հետ թելով կապված ենք, կամ ոչմ էլի, այդ արծաթաթելը, արծաթագույն թելը, լսել եմ։ Դրա մասին է։ Մեր մեծերը ենթագիտակցորեն միշտ այդ արտահայտությունը արել են Աստծուց թելը, ոչմ, այդ թելը, մարդու թելը, որ հանկարծ չկտրվի եւ այլն եւ այլն։ Այդ թելը հենց այդ էներգիան է, ժողովուրդ։ Այդ թելը հենց այդ էներգիան է, ու մենք մարդ որպես մարդու մարմինը հանդիսանում է բարձրագույն եսի եւ նյութական աշխարհի մեջտեղի եղած միակ անոթը, կաթոդը, անոթը, ոնց կուզեք ընդունեք դա։ Ուրեմն բարձրագույն եսը, որպեսզի այս կյանքում կարենա ինչ-որ մի բան ռեալիզացնի, իրան պետք է ինչ-որ մի հատ մարմին ստրուկտուրա, որով որ կկարենա ինքը այդ ամեն ինչ օրինակ նյութականացնի։ Միտք, որը որ նշանակում է գիրք գրել, պետք է մարդը լինի, չէ՞ որ այդ գիրքը գրվի։ Մարդ պետք է լինի, որ չերեզ այդ մարդ այդ միտքը ինչ-որ մի բան անի ու այդ գիրքը գրվի։ Հիմա մենք բոլորս այդ մարդիկ ենք ստեղ։ Մենք Աստծու երեխեք, միակ ձեռքերը, ոտքերը, բերանները եւ աչքերն ենք։ Միակ։ Ուրեմն այն մարդիկ, ովքեր որ ենթադրաբար էլի, հիմա ինչ որ ասում եմ, ճակերտների մեջ եմ էլի ասում։ Այն մարդիկ, ովքեր որ Աստծու անունից խոսում են, դրանք բոլորը մարդիկ են։ Մենք չգիտենք այտենց մի հատ փաստ, որ տիեզերքից ինչ-որ մի հատ այլ մոլորակային եկել է ու ասել է ես Աստծու կողմից եմ եկել, ձեզ ինչ-որ բան եմ ասում։ Այտենց օրինակներ կան հրեշտակների տեսքով, երեխեք ջան, բայց հրեշտակները դրանք բոլորը ճակերտավոր արարածներ են, որոնք որ էլի նորից ինչ-որ մի բան բացատրելու համար մարդը ստեղծել է այդ պատկերը։ Հասկանում եք, մարդը, որ ինչպեսի կարենա իր հասկացածը, իր իմացածը, լսածը մի ձև մարդուն բացատրի, ինքը տենց ենթադրյալ պատկեր է ստեղծել, որպեսզի այդ ենթադրյալ չերեզ այդ ենթադրյալ պատկերի կարենա մարդուն հաղորդի են, ինչ-որ օրինակ իրան գալիս է։ Բայց այն ինչ-որ իրան գալիս է, ոնց որ ինձ է գալիս է այս պատոկի միջոցով։ Իսկ որպեսզի ես կարենամ լսեմ, ինչ է գալի ինձ այդ պատոկի միջոցով, ես պետք է կարենամ դատարկ լինեմ ստեղ, երեխեք։ Օրինակ պատկերացրեք, այս մեկը իմ մանկության ինչ-որ մի հատ տրավմա է, այս մեկը ինչ-որ մի հատ տեղի չունեցած երազանք է, այս մեկը ենթադրենք ինչ-որ մի հատ եսիմ ինչ է, ինչ եք ուզեցել, որ չի ստացվել։ Ու սենց
Սենց այս ամենը երեխեք ջան, ուրեմն մեր մեջ լինելով հանդերձ, ես ինձ ուզում եմ ձեզ հասկացնեմ, թե ինչի են ասում պետքա կարենակ դատարկվեք, պետքա կարենակ լինեք ոչ մի բան եւ ամեն ինչ միաժամանակ։ Այս ամենը, որ ձեր մեջ կա, եւ այն ռեսուրսը, որ ձեզանով անցնում է, այն պատոկը, որ էներգետիկ ձեզանով անցնում է, այդ պատոկը ամբողջովին աշխատում է ձեր մեջ եղած ծրագրերի ենթագիտակցաբար ստեղծած ստրուկտուրաների ռեալիզացման վրա։ Այսինքն, եթե մարդ կա, որ ինքը մտածում է ես երջանիկ եմ, երջանիկ, ու իրան երջանիկ լինելու համար երկրորդ մարդը պետք չի, տունը կամ ավտոն պետք չի, ինքը սենց թենենց երջանիկ է, ու այդ ծրագիրը ստեղ դրված է, երեխեք ջան, եւ ինքը վերաբերվում է դրական որպես ասպեկտին, այս էներգիան իր մեջով իջնելուց ամենաառաջին իջացնում է երջանիկ դրական էմոցիան։ Այսինքն էմոցիան, որը որ ինքը արդեն ձևավորված էլեկտրական հոսանք է, որը որ արդեն պատրաստ է ռեալիզացման, այդ վերաբերվում է բոլոր մեր ունեցած ենթադրություններին, պատկերացումներին եւ երևակայություններին։ Երևակայություն, որը որ երևակայական ինչ-որ մի ստրուկտուրա է մարդու համար, որը նշանակում է ավտոմեքենա, ու ինքը արդեն այդ ավտոմեքենան ունի ներսում երեխեք, ներսում, ու ինքը արդեն այդ ավտոմեքենան ունի, ու էսի հենց այդ ավտոմեքենայի էմոցիան է, այսինքն ինքը ուրախ է, երջանիկ եւ շնորհակալ է, որ այդ ավտոմեքենան ունի, անկախ նրանից, որ ֆիզիկական դաշտում հələ որ չկա։ Այս էներգիան իջնելուց երեխեք ջան, ամենաառաջինը ի կատար ածում այն էներգիային, այսինքն ինքը իր հետ իջացնում է դեպի մատերիա, այն էներգիան, սրանք կարելի է իդեպ նայել որպես սերմեր դիտել, սերմ երեխեք, սրանք բոլորը սերմեր են, ձեր երևակայությունները, ձեր պատկերացումները, ձեր ենթադրությունները, ձեր երազանքները, որոնք որ հələ որ չեն իրականացել, եւ դրական եւ բացասական ձեր պատկերացումները, դրանք բոլորը սերմեր են, որոնք որ վերևից էներգիայի հետ իջնում են, մտնում են մեր մեջ, մեր մեջից այդ էմոցիաները որպես արդեն հոսանք, որոնք որ պատրաստ են օրինակ սպիշկա տալու, իջնում են դեպի հող։ Երեխեք, այս շարունակությունը ստեղից նաեւ շարունակվում է դեպի հող։ Այս շարունակությունը ինչ-որ միտեղ չի պրծնում։ Ինքը չի մտնում աուրա ու պրծնում, սա շարունակվում է դեպի հող։ Այսինքն ոչ թե կոնկրետ բառից բուն իմաստով հող, այլ դեպի մատերիա։ Հողից բարձրացած էներգիան եւս արդեն որպես մատերիա դառած, այսինքն այն ինչ որ արդեն դառել է մատերիա, ինքը պատկերացումն է, նյութականացված ինչ որ մի հատ համոզմունքն է, դա եւս բարձրանում է դեպի դիեզեր, այսինքն դեպի բարձրագույն ես։ То есть երեխեք ջան, մի հատ ֆակտոր, որը որ աշխատում է առանց դադարի, մի հատ հոսանք, մի հատ էներգիա, որը որ աշխատում է առանց դադարի, ինքը չունի քնել, հանգստանալ, ինքը ոչ չի աշխատում այս սխեման այն ժամանակ, երբ որ մարդը մահացած է։ Այս սխեման չի աշխատում այն ժամանակ, երբ որ մարդը չկա, այս կյանքում չի ապրում, մահացած է։ Վերևից իջնող էներգիան մեր միջից արդեն այդտեղ կապ չունի դրական է, բացասական է, դա որպես սերմ ենթադրություն է, այսինքն ենթադրություն, որը որ պատսաբոյ պատրազումի վայետ, հա, ռուսերենով ասենք ասեն, որը որ իր կողմից ենթադրում է, որ ինքը ենթադրենք երջանիկ է։ Երեխեք ուրեմն այդ էներգիան իջնելուց, ձեր մեջով կիջնի, այդ սերմը իր հետ իջացնի մատերիա, հող, ու այդ սերմը վերջում ծիլ տված արդեն որպես պատուղ կբարձանա ձեր համար, այսինքն ենթադրենք, եթե ինչ-որ մի ցանկություն ա ու դուք հիմա այդ ցանկությունով ապրում եք, այդ ցանկությունը որպես սերմ sense կաճի, կբարձանա, ծիլը իրա կբարձանա, հողից դուրս կգա, то есть արդեն մենթալ մակարդակից կանցնի էներգետիկ աստրալ պլանում կձևավորվի, ծիլը սերմից դուրս կտա ու կբարձանա արդեն նյութական, հա, ֆիզիկական պլան։ Ֆիզիկական պլանում դուք ինչ որ ուզեցել եք կտեսնեք, դա կլինի երջանկություն, դժբախտություն, դրանք տեղի են ունենում միայն ֆիզիկական պլանում, բայց ձեր մենթալ մակարդակի պատկերացումների շնորհիվ, ձեր ենթադրությունների շնորհիվ։ Այն ժամանակ, երբ որ արդեն ճակերտավոր ծիլը դուրս է գալի հողից, դա նշանակում է, որ օրինակ ձեզ ինչ-որ մի քայլ մոտիկացրեց ձեր ցանկությանը, ձեր երազանքին,
երբ որ ինքը արդեն դառնում է պալնացեննի, հա, ասես լիարժեք դառած օրինակ բույս, հա, տալիս է իր տերևները, կոկոնները եւ այլն, այդ արդեն նշանակում է, որ ձեր նպատակը իրականացել է, երեխեք ջան։ Իսկ այդ ամեն ինչը տեղի ունենում միայն մի բանի շնորհիվ, որովհետեւ ձեր մեջով հոսում է երկու տարբեր հզոր էներգիա։ Եվ այս էներգիան, երբ որ արդեն դառնում է իրականացված, ռեալիզացված, հա, ինքը արդեն բույս է, ծառ է, ծաղիկ է եւ այլն, ինքը արդեն բարձրագույն, sense ճակերտի մեջ ասած բարձրագույն տիրույթում, գիտակցական մակարդակում, հայր, որդի, Սուրբ Հոգի, չէ, երեխեք, հիշում եք, չէ, այսի մենք անցել ենք իրար հետ, հայր, որդի եւ Սուրբ Հոգի, հայրը գիտակցությունն է, որդին ֆիզիկական մարմինն է, Սուրբ Հոգին դա էներգիան է, այն էներգիան, որը որ եւ մենք ունենք եւ որը որ մեր մեջով անցնում է, այսինքն մենք ոչ թե պետքա լինենք էներգիայի վերջնական կետը, երեխեք, մենք պետքա լինենք այդ էներգիայի պրավադնիկը, փոխանցողը։ Մենք չպետք է լինենք էներգիայի վերջնական կետը։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ եթե դուք նպատակ ունեք, օրինակ, ինչ-որ մի հատ փող ունենալու կամ ինչ-որ մի բան ունենալու, դուք ուղղակի պետքա դառնաք այդ փողի պրավադնիկը, то есть բացի այն, որ դուք ուզում եք ունենալ, դուք պետքա նաև մտածեք, թե ինչի համար եք ուզում ունենալ, այսինքն եկել է, ենթադրենք եկել է, ուր է գնալու, հասկանում եք երեխեք, որովհետև այդ էներգիան, եթե պիտի գա մնա, այդ էներգիան չի գա, որովհետև էներգիան միշտ հոսում է, այսինքն փողը, ոչ թե փողը, ավտոն, կապ չունի, տունը, ինչի համար են դրանք, երեխեք ջան, դրանք օգտագործման համար են, ենթադրենք հիմա կոնկրետ անում ենք փողի վրա, եթե փողն է, պետք է նաև մտածվի, թե այդ փողը ինչի համար է պետք։ Օրինակ, մարդը ասում է, ես ուզում եմ $1 միլիոն, այդ մարդուն հարց է տալի, ինչ կանես այդ $1 միլիոն։ Ինքը չգիտի ինքը ինչ կանի այդ $1 միլիոն։ Ասա դե մի բան կանեմ, այդպես չի աշխատում, երեխեք։ Այդտեղ է, որ այդ էներգիան կմտնի ձեր մեջ ու զաստոյ կլինի։ Իսկ եթե էներգիան միտեղ զաստոյ եղավ, ձեր մեջից դուրս չեկավ, դա ձեզի կվնասի։ Դրա համար, որպեսզի այդ $1 միլիոն էներգիան չգա մնա ձեր մեջ ու ձեզ վնասի, այդ $1 միլիոն էներգիան ամեն առավոտ մտնում է ձեր մեջ, բայց դուրս է գալի ու գնում է ինչ-որ մի հատ նեգատիվ պատմության վրա, որը որ անընդհատ կրկնվում է ձեր հիշողության մեջ, որը որ նաև այդ ձև ստեղծում է ձեր վաղվա օրը, երեխեք ջան։ Հիմա ես արդեն վստահ եմ, որ ձեզանից շատ-շատերի մոտ այտենց չի։ Դուք արդեն ուրիշ ձև եք մտածում, ուրիշ ձև եք տրամադրված, որովհետև դուք արդեն շատ բան հասկանում եք իրականում, բայց հասկանալը մի բան է, կիրառելը մի բան է, երեխեք ջան։ Եթե դուք փող եք ուզում, եթե դուք ինչ-որ մի հատ նյութական մի բան եք ուզում, պետք է նաև հասկանաք, թե ինչ է դա ձեզ տալու։ Փողը, եթե իմացան կգալու ամենա, ինքը չի գա։ Էսի կոպիտ է մի քիչ հնչում, փողը այտենց գիտակցություն չունի, ինքը չգիտի գա թե չգա, դա դուք եք ստեղծում։ Այսինքն փող որպես այդպեսի որ գա ու մնա, ինքը չի գալի, որովհետև գալու նպատակը չկա, էլի, որովհետև դա չի մնալու երբեք։ Դրա համար ինքը չի գալիս, դրա համար ինքը վերջնական նպատակ չունի, դրա համար ինքը չի գալի։ Դուք պետք է մտածեք, գա ու գնա, օրինակ, էս ինչ տեղը, ենթադրենք, գա, գնա, տուն առնելը, գա, գնա, չգիտեմ, ինչ-որ մի բիզնես ստեղծելը։ Այս սրա համար պետք է մտածեք այդ փողը գալը։ Փողը միշտ է գալի, երեխեք ջան։ Փողը էներգիա է, փողը հնարավորությունները։ Հələ տեսեք, մի հատ sense արտահայտություն կա, կինոյի մեջ եմ լսել, ասում է, երբ որ դուք Աստծուց երջանկություն եք խնդրում, ինքը ձեզ հենց երջանկությունն է տալի, թե հնարավորություն է երջանկությունը դրսևորվելու երջանկության մեջ։ Կամ ասում է, երբ որ դուք մարդուց բանը, Աստծուց բանը ինչ-որ խիզախություն ես ուզում, խիզախալներ ես ուզում։ Խիզախալներ ես ուզում, ինքը քեզ խիզախությունն է տալի, թե ինքը քեզ հանգամանք է ստեղծում քո համար, որպեսզի դու այդ խիզախությունը դրսևորես։ Իրականում երեխեք ջան, ինքը հանգամանքն է ստեղծում։ Այդ ինքը ինչ որ մեկը չի, այդ ինքը դուք եք, այդ ինքը ձեր հայելին է, այդ ինքը ձեր տիեզերքն է, ձեր մոլորակը, ձեր այն մարդիկ, ովքեր որ ձեր շուրջ բնակվում են, ովքեր որ ձեր երկիրների հարևաններն են, ովքեր որ կան այս մոլորակի վրա։ Այդ ամբողջը իրար հետ կոչվում է Աստված, ժողովուրդ։ Այդ ամբողջը իրար հետ կոչվում է Աստված, հայր, գիտակցություն, որովհետև այդ ամբողջը իրար հետ է ստեղծում ձեր այդ հանգամանքները։ Հիմա մի հատ պատկերացրեք, որ դուք երկիր մոլորակի վրա վաղվանից մնալու եք մենակ, ոչ մեկ չի լինելու է։
ամեն ինչ ունենալու եք, փող, տուն, ավտո, որտեղ ուզեք կարաք եթակ ապրեք, բայց պետք է այդ ամեն ինչ անեք ձեր ուժերով։ Պատկերացրիք ինչ եմ ասում, վաղվանից երկիր մոլորակի վրա մարդ չի լինելու, դուք մնալու եք մենակ։ Լինելու է եւ սամալյոտ, եւ վերտալյոտ, եւ տանկ, եւ սուզանավ, օրինակ ուզելու եք սուզվեք մի 6-7 կամ 10 կիլոմետր օվկիանոսի հատակ, կարանալու եք թե չէ։ Ուզենալու եք վաղվանից խոսքի օրինակ մենակ եք մնալու, թռնեք եթակ Եգիպտոս կամ Ամերիկա կամ ոբշեմ ուր ուզում եք, կարենալու եք երեխեք։ Չեք կարենալու, որովհետև դուք սամալյոտ քշել չգիտեք, որովհետև դուք սուզանավ քշել չգիտեք։ Իսկ որպեսզի ձեր այդ ուզենները իրականանան, պետք է լինեն նաև այնպիսի մարդիկ, ովքեր որ գիտեն սամալյոտ քշել, ովքեր որ գիտեն սուզանավ վարել, որ ձեզ իջացնեն, ովքեր որ կպատրաստեն ձեզ օրինակ օդապարիկով օդ բարձանալ։ Դուք ինքներդ մենակով այդքան բանը չեք կարող անեք, երեխեք ջան։ Եթե սկսեք կյանքին սենց վերաբերվել, որ բոլորը գոյություն ունեն նրա համար, որպեսզի դուք այդ բոլորով ինչ որ մի հատ էտապ անցնեք, ինչ որ մի հատ փորձ ունենաք, այդ ժամանակ կհասկանաք, թե դուք ինչքան երջանիկ եք։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում ես երեխեք, ես այտենց եմ ապրում։ Երբ որ իմ մեջ ինչ-որ էմոցիաներ են գալի, որ ես այս ինչ բանը օրինակ չգիտեմ, ես միանգամից փոխում եմ այդ էմոցիան, ես չգիտեմ, բայց օրինակ Արմենուին գիտի։ Չէ՞ որ ասենք Արմենուին, ես ու Արմենուհին կարանք մի հատ այնց հանգամանքներում այդ ամեն ինչը ստեղծենք, հանդիպենք իրար, որ օրինակ այն ինչ որ ես չեմ կարող, իր շնորհիվ անեմ։ Չէ՞։ Հիմա ես ձեզ ո՞նց եմ եկել։ Դուք ինձ ո՞նց եք հանդիպել, երեխեք ջան։ Ես ունեմ գիտելիք, ունեմ ինֆորմացիա, որի կարիքը որ դուք ունեք։ Հիմա դուք չունեիք այդ գիտելիքը, չունեիք այդ ինֆորմացիան։ Ես որպես այդպեսին պիտի հանդիպեմ ձեզ, որպեսզի դուք չերես ինձ ռեալիզացվեք, որպեսզի դուք ինձանով այդ էներգիաները բացեք, որպեսզի դուք ինձանով այդ ձեր իմացությունները կրկնապատկեք։ Հասկանում եք, չէ՞։ Ինչքան անհետաքրքիր կլներ, եթե մենք ստեղ մենակ կլնեինք։ Վաբշե անհետաքրքիր կլներ, երեխեք ջան, անիմաստ կլներ ուղղակի, որովհետև մարդիկ, ովքեր որ ձգտում են հարստության, մարդիկ, ովքեր որ ձգտում են եսիմ ինչի, հլը պրոստը պատկերացեք, որ դուք մենակ եք ստեղ։ Ինչների տա պետք է հարստությունը։ Եթե դուք ինչ-որ մի բան չպետք է ուրիշի ցույց տաք, ինչների տա պետք է շքեղ շորերը, որ հագնելու եք։ Է որ մենակ եք, հենա տկլորել կարակ մանգակ։ Հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում, երեխեք։ Այսինքն կարևորությունները հիմա որ դուք ինչ-որ բաների տվել եք ու արժեքներ եք ստեղծել ձեր համար։ Այդ արժեքները ստեղծել եք ոչ թե մենակ ձեր համար։ Այդ արժեքները ստեղծել եք, որ ինչ-որ մեկին նաև ինչ-որ մի բան ցույց տաք։ Էդի պալյուբոմ ու տենցա։ Մարդ ով ուզում է լավ ավտո ունենա, երեխեք, այդ լավ ավտոն ամենաառաջին ինքը ուզում է շրջապատի համար ունենա, ոչ թե իրա։ Ես օրինակ արդեն 3 տարի է, այտենց չեմ ապրում։ Ես լավ ավտո ուզում եմ ունենամ ոչ թե որ շքեղ լինի, Rolls Royce լինի կամ Maybach լինի, որ ես ասենք ֆրֆռամ ու տես կողից տենան։ Ես լավ ավտո, իմ պատկերացած լավ ավտոն իմի լրիվ ուրիշ ավտո է։ Լրիվ ուրիշ ավտո է, այն որ ինքը չոր, կոպիտ, ոբշեմ էլի, սարեր, ձորեր եթացող ավտո է։ Այդ իմ համար ամենալավ ավտոն է, որովհետև այդ ավտոն Maybach չի, որ ես մի հատ քարի հանդիպեմ, չկարենամ գրով անցնեմ։ Հասկանում եք, չէ՞ ժողովուրդ, այսինքն փոխվում է մարդու ներքինը, փոխվում է մարդու ներաշխարհը ու փոխվում է նաև մարդու արժեքները։ Փոխվում ոչ թե մարդու արժեքները, այլ մարդու պատկերացրած արժեքները դրսի։ То есть այն ամենը ինչ որ տեղի է ունենում հիմա իմ շուրջ, այդ դրանք բոլորը իմ ենթադրյալ արժեքներն են։ Եթե ես այդ ենթադրյալ արժեքները օգտագործում եմ օրինակ իմ համար որպես ռեսուրս, ես այս ամբողջ էներգիաները օգտագործում եմ իմ համար որպես ռեսուրս։ Հիմա ես նպատակ ունեմ դպրոց ստեղծելու երեխեք ջան։ Ու այդ նպատակը ինքը իրանից դրական ասպեկտ է, то есть ինքը իրանից պատրաստումիվա է դաբրո։ Դաբրո չելավեչստվու, դաբրո, չէ, այսինքն ինքը բարի գործ անելու համար է։ Բարի գործ անելու համար է։ Ու եթե ինքը բարի գործ անելու համար է ու ինքը ի մեջ դրական էմոցիաներ է ստեղծում, անմիջապես էներգիաները աշխատում են հիմա իմ մոտ այդ ուղղությամբ, անմիջապես։ Ես չունեմ իմ մոտ ասենք մի հատ օրինակ, որ խոսքի իմ դպրոցը կարա ինչ-որ մեկին վնասի։ Իմ դպրոցը, եթե տես մեկը կա, որ իրան կարա վնասի, էդի գրքերով մեծացած տերտերներն են, երեխեք ջան։ Կամ աղանդավորները։ Իմ դպրոցը մենակ իրանց կարա վնասի։
Չնայած որ մի քիչ որ խորանանք, էդ էլա ծրագիր, դպրոցը իրանց չի վնասի, դպրոցը շատ հնարավոր է, որ նաև իրանց արթնացնի։ Հիմա ժողովուրդ ջան, մի քիչ հետամ, շարունակությունը այնտեղ տպենք։ Հիմա այս ամեն ինչը ինչ է նշանակում։ Մենք ունենք մեր կյանքում մի հատ հիմա, մենք միշտ հիմայում ենք, միշտ, եթե վաղը ժամը 2-ին նայեք ժամացույցին ու ֆիքսեք ռովնը ժամը 2-ը, հիմա մտածեք այդ մասին, հիմա մտածեք վաղը ժամը 2-ի մասին, այդ հիմա ձեր մտքերում ստեղծվում է ապագա, բայց վաղը ժամը 2-ին, երբ որ դուք նայեք այդ ժամին, էդի լինելու է հիմա, հասկացաք ինչ եմ ասում երեխեք, էդի լինելու է հիմա, ամեն ինչ տեղի ունենում, հիմա, այդ մեր մտքերն ու մեր էգոն է մեզ տանում մի քանի տարի ենկով, ամեն ինչ տեղի ունենում, հիմա, ու եթե ես հիմա իմ մեջ երջանիկ եմ, ուրախ եմ, որ ես ունեմ այս հնարավորությունները, որ ես հնարավորություն ունեմ առավոտները արթնանալու, որ ես հնարավորություն ունեմ այս օդը շնչելու, որ ես հնարավորություն ունեմ տեսնելու, Վահանին լսելու, այս գիտելիքները վերցնելու, իմ կյանքը ավելի լավը դարձնելու, երեխեք, վաղը մյուս օրը արդեն հողից ոնց որ ծիլ որպես պոչվա, հա, պոչվայից որպես ձեր համար պատուղ տեսնելու եք ձեր այլ իրադարձությունները, որի համար որ հիմա շնորհակալ եք, որի համար որ հիմա ուրախ եք։ Սա մեր ակետն է, հիման, այստեղ ու հիմա, երեխեք, հիմա, աշխարհում ամեն ինչ տեղի անենում հիմա, չկա երեք, չկա վաղը, չկա մի ժամ հետո, չկա մի ժամ առաջ, դրանք բոլորը արդեն պատկերացումների մեջ են։ Ամեն ինչ տեղի ունենում հիմա։ Եթե հիմա մարդը իր ենթադրյալ մտքերով գնում է ապագա, ինչ-որ մի բան է պատկերացնում, բա որ հանգարց չստացվի, ինքը արդեն ստեղծում է այդ հանգամանքը, որը որ չի ստացվելու, որը որ նշանակում է չի ստացվի։ Հիմայում երեխեք ջան, մենք միշտ ապրում ենք ապագայի համար, դա միշտ տենց է։ Մենք մեքենա ենք ուզում, որպեսզի օրինակ լավ տեղեր գնանք։ Դոյս այդ ամեն ինչը մենք դնում ենք ապագայի վրա, որը մեքենան լինի, ես կարամ ցես լավ տեղ գնամ։ Ու տենց շարունակ, որ տունը լինի, ես կարամ այդ տան մեջ ցես լավ ապրեմ։ Այդ ամեն ինչը իրանից ներկայացնում է ինչ-որ մի հատ բեկետ։ Ու մարդուն թվում է, որ ինքը այդ բեկետում իր ուզածը ունենալու դեպքում միայն կարա երջանիկ լինի։ Իսկ դա արդեն նշանակում է, որ այդ մարդը երջանիկ չի ու ուրախ չի։ Սա հողն է, երեխեք ջան, նյութական։ Սա տիեզերականն է։ Էներգետիկ, կարելի է նաև այդպես ասել։ Ուրեմն մենք գիտենք, չէ, որ հոսանքը ոնց է աշխատում, սինուսոիդը գիտեք ինչ է երեխեք, սինուսոիդ պետք է որ ֆիզիկայից անցած ունենք, փոփոխական հոսանքն էլ, չէ, ցանկացած հոսանք փոփոխական կլինի, հաստատուն կլինի, ինքը ունի սինուսոիդ, որ այսպես հելում իշտում է, այսպես, ինքը սենց է աշխատում։ Այդ սինուսոիդները կարան վիբրիմլյացիաներ են, այդ սինուսոիդները կարան մեկը ներքևինը մեծացնեն, վերևինը փոքրացնեն, մեկի անունը դնեն պլյուս, մեկի անունը դնեն մինուս, ինչ ուզեն կարան անեն։ Մեր կյանքում ամեն ինչը տեղի ունենում այդ սինուսոիդալ պայմանականության մեջ։ Էներգիան, որը որ իջնում է մեր մեջ, ուրեմն մենք նաև պետք է հասկանանք, որ ակետից բեկետ մենք ունենք մի հատ լինիա։ Այս այդ լինիան է, որ մենք ենթադրաբար, սենց շոն մի հատ պատկերացում ենք ստեղծում, ենթադրում ենք, որ մենք միայն բեկետում պետք է ունենանք այսիշ մի հատ բանը։ Այդ մեր ենթադրությունն է։ Ու հիմա երեխեք ջան, որպես այդ ենթադրությունը իրականություն դառնա, դա կապ չունի, լավն է թե վատն է, մեկը ինքը դառնալու է։ Դուք ձեր ամբողջ կյանքում այն ինչ որ ստացել եք, դրանք բոլորը ձեր մանիֆեստներն են։ Ուզեցել եք, չեք ուզեցել, իմացել եք, չեք իմացել, դա բոլորը մանիֆեստ է, երեխեք ջան։ Սինուսոիդան, երբ որ սկսվում է ուրեմն, ամենաառաջինը, ինչ է պետք սինուսոիդայի համար, որպեսզի ինքը աշխատի։ Նախ վայր, որտեղ որ ինքը պետք է անկում ապրի։ Վայր, որտեղ որ ինքը պետք է անկում ապրի։ Երեխեք, ուրեմն այդ անկում ապրման կետը կոչվում է հողանցում, զազիմլիցա, այսինքն նպատակ, որը որ պետք է հողանցվի։ Սերմ, որը որ պետք է դրվի հողի մեջ։ Սերմը, որը որ դրվում է հողի մեջ,
եւ ամեն ժամը մեկ հանգում է ու որ նայենք տենանք էդի ծիլ տվել է թե չէ, այդ սերմը մահանում է։ Իսկ այն սերմը, որը որ դրվում է հողի մեջ ու անընդհատ ջրվում է, այդ սերմը ծլում է ու աճում է։ Սերմը երեխեք ջան, ձեր ենթադրություններն են, ձեր պատկերացումները ու ձեր հավատը։ Ջրելը այդ հավատը, այդ ենթադրությունը ու պատկերացումը անընդհատ ձեր մեջ պտտացնելն է։ Կասկածը կլինի արդյոք թե ոչ, այդ սերմը հողից հանելն է ու նայելն է, եղավ թե չէ։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Սերմը դա հավատն է, դա ձեր ենթադրությունն է, որը որ չերես ձեզ դուք մտածում եք ձեր էմոցիաների հաշվին, չենք մոռանում նաև, որ մենք էմոցիաներ ունենք մարմնի։ Ձեր էմոցիաների հաշվին, որովհետև ձեր էմոցիաների մեջ է ինքը, ձեր մարմնի միջոցով, առաջացած այդ էմոցիաների միջոցով իջնում է ձեր ոտքերից դեպի հող։ Սա հենց այդ process-ն է։ Հողի մեջ արդեն ծիլը տալուց հետո սկսում է աստիճանաբար բարձրանալ։ Երեխեք, սա կոչվում է ժամանակային տիրույթ։ Հայելին ձեր արած գործողությունը ակնթարթորեն է ցույց տալի։ Ակնթարթորեն։ Բայց տիեզերքը, երկիր մոլորակը որպես հայելի, իր համար պետք է ժամանակ։ Իր համար պետք է իրադարձությունները ստեղծվեն։ Այսինքն ենթադրաբար, սենց ենթադրենք, էլի մի հատ բան ասեմ, օրինակ, դուք ուզում եք ինչ-որ մի հատ մեկին հանդիպեք, ինչ-որ մեկին ուզում եք հանդիպեք։ Ինչ-որ մեկին եք ուզում հանդիպեք, բայց այդ ինչ-որ մեկը Ամերիկայում է։ Երեխեք, այդ ինչ-որ մեկին հենց հիմա հանդիպելու համար կամ դուք պետք է հայտնվեք Ամերիկայում, կամ այդ ամերիկացին պետք է հայտնվի Հայաստանում։ Հասկացաք, չէ՞։ Երկիր մոլորակի վրա գործում է տարածաչափության եւ ժամանակի օրենք։ Էդի ուզենք թե չուզենք, տենց է։ Այդ մենակ մահից հետո աստրալ տարածաչափության մեջ է, որ այդ օրենքը ժամանակը գոյություն չունի։ Այնտեղ ինչ մտածեցիր, ինչի մասին մտածեցիր, այդ նույն ակնթարթում հայտնվում ես այդ պարագայի մեջ, այդ իրավիճակի մեջ, այդ հետևանքի մեջ։ Իսկ ստեղը տենց չի, որովհետև այդ էներգիան ստեղ այնքան է խտացե, դառե մատերիա նյութական, որ եթե մատերիա չլիներ, եթե այդ ատոմը նյութականացված չլիներ, մենք չենք կարող օրինակ քար ստանայինք, կամ այդ քարից շենք ստանայինք, դա կոչվում է մատերիայի խտություն։ Ու այդ մատերիայի խտությունը, որպեսզի ձևավորվի, դրա համար պետք է ժամանակ։ Օրինակ մի ատոմ, երկու ատոմ, մոլեկուլ, երկրորդ մոլեկուլ, ու սենց մինչև որ էդի կդառնա ինչ-որ մի բան։ Օրինակ, էդի կդառնա մարդ, էդի կդառնա շուն, կատու։ Իրականում, երեխեք ջան, այդ շուն, կատու, մարդ, դրանք բոլորը էներգիաներ են տարբեր խտությունների։ Մոլեկուլներ, ատոմներ, որոնք որ ունեն տարբեր խտություններ, տարբեր բաղադրություններ, նաև իրանց այդ բաղադրություն որպես կրող S, ինչը կոչվում է օրինակ մարդ, ինչը կոչվում է քար, ինչը կոչվում է ջուր, հա։ Հիմա տեսեք հարազատներս, որպեսզի ձեր ցանկությունները, ձեր նպատակները, որպես սերմ դրվեն հողի մեջ, մատերիայի մեջ, ձեր մենթալ մակարդակից իջտի ֆիզիկական ու ֆիզիկականում արդեն ծիլը հողից դուրս գա, դրա համար պետք է ժամանակ, հարազատներս։ Ժամանակը հասունանալուն պես այդ ծիլը ջրելուց հետո, հավատը դրսևորելուց հետո ստեղծում են արդեն հանգամանքներ։ Օրինակ, իմ մոտ ոնց է եղել, որ ես ուզեցել եմ ինչ-որ մի հատ մեկին տենամ, այդ ինչ-որ մեկին տենալու համար իմ ինտուիցիան ինձ ասել է անձրև է գալիս, բայց ասում է դուրս արի տնից ու խոսքի օրինակ հելի եկեղեցու այգին պտտվի հետ արի։ Հասկանում եք, չէ՞ ժողովուրդ։ Ես այդ պահին տունը նստած մտածում եմ, բայց այս ինչ միտք է գալի, էլի ես քի պետք է հելնեմ դուս, այս անձրևին կամ ո՞նց հելնեմ դուս։ Բայց փաստորեն այդ պահին հասկանում եմ, որ էդի ինչ որ մի բան ինձ հուշում է, որ ես պետք է տնից դուրս գամ։ Ու մոտավորապես էդի տևում է մի 15-20 րոպե, որ ես այդ մոտորումներով, այդ կռիվներով մեջից կռիվ եմ անում, բայց քի պետք է դուրս գամ, բայց դուրս անձրև, հա, ես չեմ ուզում թռչվեմ, այս կոմենկոմ ու ոնց որ sense որոշում եմ կայացնում, որ դուրս գամ։ Ու այն մարդուն, որ ես ուզում էի հանդիպեմ ու քանի ամիս չէի կարող հանդիպեմ։ Հենց այդ պահին, որ ես պադեստից դուրս եմ գալ, ինքը իր մեքենայով մեր հայացից անցնելուց անում։ Ու պարզվում է, որ իր բարեկամի աղջիկը մեր կողքի շենքում է մնում։
ու իրանք ինչ-որ տեղ են գնացել, в общем, անենց ստացվել, որ ինքը տուն է բերել։ Հասկանում եք, չէ՞, ժողովուրդ ինչ հետաքրքիր է աշխատում այս մոլորակը։ Այդ խտության մեջ, որտեղ կա թթվածին, որտեղ կա պռանա, որտեղ կա կյանքի էներգիա եւ այլն, պետք է վերադասավորվեն հանգամանքները, որպեսզի այն ինչ որ մեր ներսում կա, որ բանը դրսում ծնվեն, հա, սենց ասեմ։ Հանգամանքը, որպեսզի դրսում ծնվի, պատճառը պետքա ներսից արտահայտիչ լինի։ Իսկ եթե պատճառը ներսից արտահայտիչը, այս էներգիաները սենց իրանք իրար հետ, երկուսը միասին, եւ ներքև, եւ վերև մեզանով, եւ անցնում են, եւ բարձանում են, եւ իջնում են, ու ստեղծում են այն ռեզոնանսը, որը որ մեկ էլ սես բանը ստեղծում է մեր ենթադրաբար օրինակ բեկետի ցանկությունը։ Բայց որպեսզի բեկետում այդ ցանկությունը երեխեք ջան իրականանա, նախ ամենաառաջինը մենթալ մակարդակում մտային տիրույթում ինքը արդեն պիտի իրականացված որպես նաև շնորհակալական էներգիա, այսինքն շնորհակալական էներգիան չակերտավոր է հնչում։ Որ տեսեք, երբ որ մարդը ինչ-որ մի բան ունի, ու էլ ինքը չի ուզում էտի, այդ արդեն շնորհակալական էներգիա է։ Օրինակ այս մարկերը, հələ պատկերացրեք այս մարկերը։ Մարդ, որ այս մարկերը ուզում է ունենա, օրինակ, հասարակ օրինակ, ես ուզում եմ մարկեր ունենամ։ Ես ուզում եմ մարկեր ունենամ, արդեն ենթագիտակցորեն ես արտահայտում եմ իմ դաշտով, որ ես այդ մարկերը չունեմ։ Եթե ես ուզում եմ այս մարկերը, այդ նշանակում է, որ ես այդ մարկերը չունեմ։ Այսինքն ես դնում եմ հողի մեջ ծիլ, բան սերմ, որը որ ծիլ է տալու, ծիլ եմ դնում, սերմ եմ դնում, որը որ ծիլ է տալու, որ ես այդ մարկերը չունեմ, հասկանում եք, չէ, որովհետև ես տեղ դրել եմ չունեմ, ուզում եմ, եթե ուզում եմ, ուրեմն չունեմ, երեխեք, եթե ես ուզում եմ երջանկություն, ուրեմն չունեմ, ես սերմ եմ դնում, որ ես երջանիկ չեմ, ու ինչ որ ժամանակի տիրույթի մեջ հանգամանքներ են ստեղծվում, օրինակ էլի, ենթադրենք ընտանիքի մեջ ապրող մարդ, ով իրան դժբախտ է ազգում։ Ամեն օր ինքը սերմ է դնում, որ ինքը դժբախտ է, որ ամուսինը իրան չի սիրում, կամ կինը իրան չի սիրում, ոբշեմ էլի, կիսուրակեսարա, աներազոն կա, հազար ու մի բաներ կա, չէ, ֆակտորներ կա, մարդը իրան դժբախտ ու երջանիկ զգալու։ Ամեն անգամ սերմը դնելուց, որ ինչ-որ ֆակտոր ինձ խանգարում է ու ես դժբախտ եմ, ամեն անգամ այդ ֆակտորից հետո ծիլը ծնում է դժբախտ հետևանքներ, այսինքն էլի նորից ստեղծվում է հանգամանք, որտեղ որ մարդը համոզվում է, տեսակ, որ ասում եմ ես դժբախտ եմ, այդ նույնը վերաբերվում է նաև երջանկությանը։ Եթե մարդը ներսում երջանիկ է, անկախ ամեն ինչից, իր մարդը կամ կինը, օրինակ աղջիկներին է էսի շատը վերաբերվում, կանանց երեխեք ջան, ամուսինը լավ չի աշխատում, կամ ամուսինը խմող է, կամ ոբշեմ խնդիրներ կա, այս կա, այն կա։ Եթե մարդը անկախ այդ ամեն ինչից հիմա իր հետ երջանիկ է, գոնե որ ինքը գոնե ամուսին ունի, թեկուզ խմող է իր ամուսին։ Անցնելու է մի հատ կարճ ժամանակ երեխեք, ու այդ ամուսինը սկսելու է չխմել, որպեսզի այդ մարդը ռեալիզացվի որպես իսկական երջանիկ մարդ։ Այսինքն երկու ֆակտոր գոյություն ունի ձեր մտածածը, ձեր ցանկությունը, ձեր էմոցիաները նյութականացվելու։ Ամենաառաջին ինքը որպես սերմ դրվում է հողի մեջ։ Հողը ձեր մտքերն են, երեխեք ջան։ Մատերիան ստեղծվում է ստեղից։ Հողից հետո ծիլը արդեն ձեր հանգամանքներն են։ Այդ երկուսը իրար հետ կոչվում է մի հատ ցիկլ։ Մի հատ ցիկլ, որ ես այսօր ուզեցի, վաղը ստացա։ Հիմա ցանկացա մի ժամ հետո ստացա։ Հիմա մանավանդ արդեն երկիր մոլորակի վիբրացիաները, քանի որ բարձր են, մարդկանց իրականություն ստեղծող հանգամանքները շատ ավելի արագացել են։ Օրինակ մարդիկ, ովքեր որ գնում են գործի, որը որ չեն ուզում, հա, ու անընդհատ մտածում են, ես չեմ ուզում այդ աշխատանքը, իրանք սերմ են դնում մի հողի մեջ, այնպիսի սերմ, որը որ նշանակում է ես չեմ, օրինակ ուզում գնալ գործի, գնալ աշխատանքի։ Ուրեմն եթե մարդը շեշտում է, որ ինքը չի ուզում գնալ աշխատանքի, բայց չի շեշտում ինչ պատճառներով չի ուզում գնալ աշխատանքի, ինքը սերմ է դնում հողի մեջ, որ ինքը չպետք է աշխատի։ Ու այդ սերմը բարձրանում է ծիլ արդեն, այդ մարդը ընկնում է, խոսքի, տեսեք ինչ է կատարվում, ընկնում է ու ոտքը կոտրում է։
ընկնում է, որ ոտքը կոտրում է։ Այսինքն էներգիան, քանի որ մենք իրան չենք ուղղորդել, թե ինչ ձևի տեղի ունենա օրինակ այդ աշխատանքին չգնալը, ինքը արդեն իրան է որոշում, դա ոնց տեղի կունենա, ենթագիտակցությունը։ Այդ մարդը, որովհետև ամենակարճ ճանապարհը այդ գործին չգնալու, որ ոչ թե գործից ազատվելու, հեռանալու, այլ պրոստը հարգելի պատճառով այդ գործին չգնալու։ Ենթագիտակցության մեջ կա ծրագիր, կարելի է այս մարդու ոտը ջարդել, որպեսզի մարդը այդ գործին չգնա։ Երեխեք էս այնքան ծիծաղալու է, բայց իրականում այնքան մարդկանց հետ է տես տեղի ունենում։ Այնքան մարդկանց հետ է դա տես տեղի ունենում։ Սրան վերաբերվում է չբերությունը մարդկանց, սրան վերաբերվում է հիվանդությունները մարդկանց, այն մարդիկ, ովքեր որ սիրում են զոհի կարգավիճակի մեջ մնալ, որ իրանց անընդհատ խղճան եւ այլն, ես սիրում եմ, որ ինձ խղճան, որ ինձ կարեկցեն, դա իմ բեգետի վերջնական արդյունքն է։ Ինձ խղճան, ինձ կարեկցեն։ Ենթագիտակցությունը կստեղծի տարատեսակ հանգամանքներ, որոնց արդյունքում, որոնց հետևանք որպես այդպեսին, որոնց արդյունքում մարդուն կսկսեն խղճալ, վայ, վույ եւ այլ։ Չկա տենց մի հատ ասպեկտ, որը որ դրան չի վերաբերվում հարազատներս, որովհետեւ էներգիան միշտ մեր մեջով հոսում է եւ վերևից ներքև եւ ներքևից վերև։ Իսկ այդ էներգիան հոսալու ընթացքում ինքը ստեղծելով այդ հանգամանքները իր համար հեչ հետաքրքիր չի, դա քո համար լավ է թե վատ։ Կարևորը որ մարդը չմահանա, բայց ոտը ջարդել կարելի է, այո, քանի որ այս մարդը գործի չի ուզում գնա, կամ թեկուս հարսանիք չի ուզում գնա, հասկանում եք երեխեք, այնքան տարբեր օրինակներ կան, այդ գործն եմ ասում, որտեղ վերջերս էլի տես նորից դեպքի ականատես եղանք, դե շատ չեմ մանանալու, բայց այսպեսին իրականությունը հարազատներս։ Այդ նաև կարա լինի օրինակ ինչ-որ միտեղ ցանկություն չունենալ գնալու հետևանք, խոսքի ինչ-որ մի հատ խնդիր ստեղծվի, որ դու այդ խնդրի պատճառով չգնաս այդ ինչ-որ մի տեղը։ Օրինակ կանչել են հարսանիք, բայց այնտեղ ինչ-որ մի հատ մթնոլորտ ալնելով, որ ձեր դուրը չի գալու, դուք չեք ուզում գնալ հարսանիք։ Ամենակարճ ճանապարհը այդ հարսանիքը չգնալու ենթագիտակցության համար կոնկրետ տվյալ ազնվորությանը հիվանդացնելն է։ Հիմա եթե էմոցիան մեծ է, այդ հիվանդությունը կարա խոսքի օրինակ ուղեկցվի ինչ-որ մի տեղի կոտրվածքով։ Եթե էմոցիան փոքր է, կարա ուղեկցվի ջերմության բարձրանալով։ Հասկանում եք, չէ՞ երեխեք։ Պալյուբոմ ուղեղը աշխատում է զուտ նրա համար, որ ձեզ ինչ-որ բանից պաշտպանի։ Այսինքն, եթե դուք այդ հարսանիքը չեք ուզում գնալ, դուք ձեզ այնտեղ անպաշտպան եք զգալու, ինքը ձեզ կարա հիվանդացնի, որպեսզի դուք ձեզ պաշտպանված զգաք։ Ու ինքը ձեզ հիվանդացնելով դրանով ձեզ պաշտպանում է։ Ոտքը կոտրելով ինքը դրանով այդ մարդուն պաշտպանում է։ Ուրեմն այսպիսի հետաքրքիր եւ միաժամանակ բարդ եւ միաժամանակ հեշտ կառուցվածք ունի մեր ենթագիտակցությունը, երեխեք ջան։ Այս ամենին հասնելու համար ինձ պահանջվեց մոտավորապես 4 տարի, որ ես այս ամեն ինչը քաջ գիտակցեմ, ու որ ես այս ամեն ինչի մեջ քաջ գիտակցելով հանդերձ նաև կարենամ հասկանամ, թե ոնց կարելի է եւ այդ ամեն ինչը կիրառել եւ այդ ամեն ինչը տալ մարդուն։ Եվ կիրառել եւ տալ մարդուն։ Հիմա որպեսզի մենք կարենանք այս էմոցիաները մեր մեջ հայտնաբերենք, որոնք են օրինակ դրական սազիդատելնի, որոնք են բացասական սազիդատելնի, իրանք պալյուբոմ ու սազիդատելնի են, իրանք պալյուբոմ ու ստեղծարար են, սազիդատելնի այսինքն ստեղծարար, իրանք պալյուբոմ ու ստեղծարար են, դրանցից ոչ մեկ անպատուղ չի մնում, երեխեք, դրանք որպես պատուղ դրանք բոլորը ծիլ են տալի, բայց կախված է նրանից, թե մենք ինչպիսի վերաբերմունք ենք ցուցաբերում, օրինակ այս կամ այն հանգամանքին տվյալ իրավիճակի մեջ, բայց հանգամանքները որպես այդպիսին հանգամանքներ չեն հարազատներս, դրանք արդեն հետևանքներ են։ Օրինակ, երբ որ մարդն գնում է ոտքը կոտրվում է, ինքը մտածում է, վայ, ես ինչ վատ բան եղավ, օրինակ, չէ, որպես հանգամանք է նայում։ Այս ինչ վատ բան եղավ, այս բաները կար, որ պետք է անեին, բայց այս հանգամանքը ինձ խանգարեց, դա հանգամանք չի, դա հետևանք է։ Հարազատներս։ Մարդիկ, ովքեր որ երջանիկ են դառնում, դա եւս հետևանք է, դա հանգամանք չի։ Հանգամանք, օրինակ, կին ով ուզում է երջանիկ լինի իր ամուսնու հետ, ամուսնանա, ոբշն, sense երեխեք ունենա եւ այլ, ու ինքը իր կյանքը երջանիկ է պատկերացնում, դա վերջում արտահայտվում է հանգամանորեն, ոչ թե հետևանք որպես։ Ամուսինը, որը որ հայտնվում է այդ կնոջ կյանքում ու իրանք դառնում են երջանիկ, դա հանգամանք չի։
ամուսինը որպես հանգամանք չի իրան երջանկացնում, ամուսինը որպես իր ներսի էմոցիաների հետևանք է իրան երջանկացնում։ Ու եթե մարդը ներսից ինչ-որ մի բանի պակաս ունի, դրսից անպայման այդ ինչ-որ պակասը պետք է արտահայտվի։ Ինչ-որ հանգամանք է ստեղծվում, որը որ այդքան էլ հանգամանք չի, որը որ հենց հետևանքն է։ Պրոստը մարդիկ դրան որպես հանգամանք են դիտում։ Հիմա որպեսզի այս ամեն ինչը երեխեք ջան շատ ավելի հասկանալի լինի, այս ամեն ինչը ունի իր որպես վիճակ, հա, էներգա արտահայտիչ բանը։ Ну, սենց ասեմ, որպեսզի այս ամեն ինչը հասկանալի լինի, որպեսզի այս ամեն ինչը կարողանանք կիրառենք, մենք պետք է ունենանք սրան համապատասխան վիճակ։ Պրոստը ես այդ վիճակ բառը որ թարգմանում եմ Սաստայանյան թարգմանում եմ հայերենով, մոտս խճճվում արդեն երեխեք։ Այնքան սիրուն է ստացվում ու այնքան տիպիկ է այդ Սաստայանյա բառը իմ մոտ ասոցացվում էլի այս գծածից է։ Սա այս ամեն ինչը կոչվում է Սաստայանյա։ Ուզում եմ մեքենա, ենթադրենք ուզում եմ մեքենա, ուզում եմ փող, դա բոլորը Սաստայանյա է։ Սրանք բոլորը վիճակ։ Իսկ դրսից հանգամանքները, հա, որոնք որ ստեղծվում են, որոնք որ դուք գնահատում եք հանգամանք, դրանք ոչ մեկ հանգամանք չեն, դրանք բոլորը ձեր վիճակի, ձեր Սաստայանյայի հետևանքներն են, որոնք որ ստեղծվում են ձեր մեջ մտող եւ դուրս եկող էներգիաների շնորհիվ, երեխեք ջան, էներգիաների շնորհիվ։ Այս սխեման, ուրեմն, ֆիքսում եք ձեր մոտ, կուզեք նկարեք, եթերը նորից նայեք, կուզեք ձեր ձևով նկարեք, ոնց հասկացաք, այտենց նկարեք ու էսի ձեր համար դարձեք ձեր ականջին օղ ու ձեր լեզվին լոզունգ, երեխեք ջան, որ ամեն ինչ ձեր Սաստայանյայի հետևանքն է։ Ամեն ինչ այս կյանքում ինչ որ տեղի է ունենում դրսում, դա ձեր ներսի Սաստայանյայի հետևանքն է։ Что вверху, то и внизу։ Ինչ վերևում է, այն էլ ներքևում է։ Վերևը դա գլուխն է։ Ինչ գլուխը մտածում է, ինչ էներգիա տալիս է էմոցիային, ներքևին, այդ էլ արտահայտվում է դեպի դուրս։ Что внутри, то и снаружи։ Ինչ ներսում է, այն էլ դրսում է։ Դրանք բոլորը վերաբերվում են Սաստայանյա բառի։ Վիճակ, հոգեվիճակ, կարգավիճակ։ Ուրեմն տեսեք, հարազատներս, մարդը ամեն վարքյան իր մեջ ունի ներքին դիալոգ։ Ինքը իր հետ խռովություններ, հաջողություններ, անհաջողություններ, դժբախտություններ, բախտավորություններ, այն դիալոգը, որ ինքը իր հետ անընդհատ կրկնվում է, դա կոչվում է Սաստայանյա։ Աֆիրմացիաները ինչի չեն աշխատում շատերի մոտ։ Կամ են դասկա ժելանյա կա, չէ, բանը ցանկությունների գրատախտակ, ինչի չեն աշխատում։ Որովհետև երբ որ մարդը աֆիրմացիա է անում, օրինակ ես երջանիկ եմ կամ ես միլիոնատեր եմ, ու ինքը խնդիր ունի այդ պահին ֆինանսական, ընտանեկան, իրան դժբախտ ազգում, երկիր մոլորակը կամ տիեզերքը, կամ Աստված, կամ Ալլահը, կամ Բուդդան, կամ Կրիշնան, երեխեք, կապ չունի էլի, դրանց անունները այնքան տարբեր է, բայց ինքը ունի մի հատ սուց։ Ինքը չի լսում ձեր մտքերը, ինքը լսում է ձեր էմոցիան։ Օրինակ, պատկերացրեք խոսքի հիմա բանը, ասում են աղոթքները, որ եբրայերեն անեք, ավելի շուտ է իրականանում, կամ աղոթքները, որ Հիսուսը արամերեն է խոսել, որ արամերեն սովորեք խոսել, ձեր ցանկությունները կամ նպատակները ավելի շուտ կիրականանան։ Դրանք բոլորը անհեթեթ բառաչանքներ են, երեխեք ջան, մի հավատացեք։ Ուրեմն հայելու համար կարևոր չի դուք հայ եք, վրացի, թուրք, ադրբեջանցի, թե նեգր։ Եթե դուք կանգնած եք հայելու դիմաց, ինքը ձեզ է արտացոլում։ Իսկ այդ հայելին արտացոլում է ձեզ։ Իսկ այս հայելին արտացոլում է ձեր ենթագիտակցության ծրագրերը։ Այն ինչ որ ներսում է, այդ էլ դրսում է։ Մտքերում առաջացավ օրինակ աֆիրմացիա, վայ, ես երջանիկ եմ, եթե ներսը համաձայն չի դրա հետ, ինքը ասում է, չէ, այդքան էլ տենց չի։ Հայելին լսում է այդ ներսին։ Եթե ներսը իրոք երջանիկ է, եթե ներսը իրոք բավարարված է անկախ նրանից ինքը ինչքան փող ունի կամ ինչ ամուսին կամ կին ունի կամ ինչ տներ կամ ունի կամ չունի, ու ինքը բավարարված է, այդ տիեզերքը լսում այդ բավարարված լինելու էմոցիային Սաստայանյա։ Մարդիկ ովքեր որ ցանկությունների գրատախտակ են կախում պատերին, ամեն անգամ նայում են այդ գրատախտակին, ինչ են տեսնում։ Տեսնում են այնտեղ պատկեր, որը որ հələ իրանք չունեն։ Հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում, ժողովուրդ։ Իրանք տեսնում են պատկեր, որը որ հələ չունեն։
ու փոխարենը իրանք այդ պատկերին նայելուց ուրախանալու, որ օրինակ էլի ենթադրաբար, եթե իրանք ենթադրեն, որ իրանք դա արդեն ունեն, իրանք նայում են այդ պատկերին ու իրանք մոտ նորից բարձանում է էմոցիա, որ մարդկա դաժե իր մոտ ափսոսանք է առաջանում, ժողովուրդ, որ նայում է օրինակ այդ նկարին, ոսկի չգիտեմ, Ferrari-ի նկարը խփե պատին ու անդադ նայում է ու ինքը նենց բանով է նայում այդ բանին, ափսոսանքով, որ ինքը չունի։ Այսինքն ենթագիտակցորեն ինքը տիեզերքին հայտնում է, որ ինքը դա չունի։ Իսկ տիեզերքը իր համար ինչ է, տիեզերքը ունի մի հատ երեխեք խոսք, այո։ Այո։ Ոնց որ ջինը ասում է լսում եւ հնազանդվում եմ։ Իսկ ինքը այդ խոսքը ասում է միայն ու միայն ձեր ենթագիտակցությանը։ Իր համար կարևոր չի, թե մարդը ինչ լեզվով է խոսում։ Իր համար կարևոր է, թե մարդը այդ խոսակցության մեջ ինչ է զգում։ Դրա համար ես բոլորին ասում եմ, այն մարդկանց, ովքեր որ օրինակ իմ մոտ անցնում են կուրսեր, այն մարդկանց թեկուզ ովքեր որ ուղղակի խորտի կարիք ունեն, մարդիկ ովքեր որ հիվանդության խնդրով են ինձ դիմում եւ այլն, ես այդ մարդկանց մի հատ խորհուրդ եմ տալի. մի խոսեք ձեր հիվանդության մասին ոչ մի տեղ։ Մարդիկ ովքեր որ օրինակ խոսում են իրանց երջանկության մասին, երեխեք ջան, իրանց երջանկությունը գնալով կրկնապատկվում է։ Մարդիկ ովքեր որ նախանձում են այդ երջանիկ խոսացողին, իրանց դժբախտությունը գնալով կրկնապատկվում է, որովհետեւ երկու դեպքում էլ մարդը արտահայտում է էմոցիա։ Իսկ տիեզերքը արձագանքում է մարդու էմոցիային։ Ինքը չի լսում մտքերին, ինքը լսում է մտքերից առաջացած մարմնի մեջ էմոցիաներին։ Ձեր ենթադրությունները, ձեր պատկերացումները, ձեր իմացությունները, դրանք բոլորը ստեղծում են մարմնի մեջ էմոցիա։ Ինչ վերևում է, այն էլ ներքևում է։ Ներքևը դա մարմինն է, վերևը դա գիտակցությունն է, այսինքն գլուխը։ Իսկ ձեր սիրտը, որը вообще նասոսը չի, որը արտահայտում է ձեր մարմնի շուրջ մեծ հզոր հսկա էլեկտրոմագնիսական պոլյա, դաշտ։ Ձգողականության օրենք հենց դրան է վերաբերվում։ Սիրտը ստեղծելով այդ էլեկտրոմագնիսական դաշտը, քվանտային դաշտի մեջ արդեն ոնց է ջրի մեջ քար ենք, չէ՞, մենք գցում ու տենում ենք, որ սրանց օղակներ է առաջանում։ Այդ նույն օղակները, երեխեք ջան, առաջանում է մարդու մարմնից դուրս անտեսանելի։ Այն որ մագնիսը կարում է օրինակ երկաթ ձգի կամ քար, չէ՞, մագնիսացող է քարն է։ Մենք այդ ուժը չենք տենում, ոնց է ինքը ձգում, բայց ինքը հո ձգում է։ Մենք տեսնում ենք այդ արդեն ձգած վերջնական արդյունքը։ Հիմա այդ նույնը տեղի ունենում ստեղ էմոցիաները, որոնք որ առաջանում են մարմնի մեջ, մենք այդ էմոցիաների արտահայտած ուժը, էներգիան չենք տեսնում, դրական, բացասական։ Մենք արդեն տեսնում ենք ըստ այդ էներգիաների, ըստ այդ էմոցիաների առաջացած հետևանքը, այսինքն մեզ ձգած արդեն հանգամանքները, որոնք որ հետևանքներ են, հանգամանքներ, որոնց արդյունքում որ առաջանում են հետևանքներ։ Մեկ էլ տեսեք, սենց է, մարդը ասում է, մտածում է անընդհատ, ես էսիշ բանը անեմ, բա որ անգարջ չստացվի, բա որ անգարջ չստացվի։ То есть այդ մարդը միշտ ստեղծում է իր մոտ էմոցիա, որ չի ստացվելու։ То есть ինքը համոզված է, բա որ այն որ ասում է ինքը բա որ չստացվի, կասկած, այդ կասկածի 99%-ը ճիշտ է։ Երեխեք, որովհետև ինքը ինչ որ մի բանում է համոզված է, ինքը ինչ որ մեկի մոտ տեսել է, որ չի ստացվել։ Կամ ինքը ինչ որ մի հատ չստացված փորձ ունի, որ չի ստացվել։ Դրա համար ինքը վախում է, կասկածում է, համոզված է, որ չի ստացվելու։ Դրա համար էլ այդ կասկածը կա։ Կասկածը 95%-անոց համոզմունք է։ Դաժե 99։ Կասկածը դա 95-ից 99%-անոց համոզմունք է։ Բայց այն ժամանակ, որ արդեն այդ մարդը ինչ որ մի բան անում է ու լինում է անենց, որ չի ստացվում, ասում է, «Օպ, ես այդպես էլ գիտեի»։ Հա, բա դու տենց էլ գիտեիր, այսինքն ստացվավ են ինչ որ դու գիտեիր, 99% վստահ էիր, կասկածում էիր, կասկածը 95-ից 99% վստահություն է, երեխեք ջան։ Դրա համար էլ սրտի մասին որ խոսացիր, գիտես ինչը մտքիս եկա, որ հաճախ ասում են, չէ, թող քո սրտի չափով քեզ տրվի։ Այո, թող քո սրտի չափով հենց այդպես էլ բայց ոչ մեկ չի պատկերացնում, այո, էներգետիկորեն է ոնց է լինում, բայց դա հենց տենց էլ աշխատում է, այո։ Այո, Արմին ջան։ Երեխեք ջան, ուրեմն սաստայանյա բառի վերաբերյալ մենք երբ
Կիրակի օրը երևի, թե մյուս դասին, չէ, լավ, Կիրակի օրը չէ, մյուս դասին, ինձ ուրեմն խոստացել են, որ իմ ինտերնետը եւս 150 մեգաբիտով կհզորացնեն, որովհետեւ մի քիչ շատ են բողոքում, ինձ Երևանից զանգել էին, ասում են հավառում միակ մարդն ես, որ բողոքում ես մեր ինտերնետից, բացատրեցին իրականում ինչումն է խնդիրը, դե եթերները բանը ասեցի չի ձգում, խոստացան, որ պետքա հզորացնեն։ Ուրեմն մենք մյուս դասին երեխեք ջան կունենանք տեխնիկա, որը որ վերաբերվում է հենց Սաստայանյային ու մենք այդ ես ձեզ ցույց կտամ այդ տեխնիկայի միջոցով ոնց տիրապետել այդ ենթադրյալ Սաստայանյային։ Օրինակ հարց են տալի մարդիկ, ենթադրենք մարկը $100,000 փող է ուզում ունենա, բայց ինքը չունի այդ փողը, ասում եմ Սաստայանյա տա կարևոր, ասում եմ բայց ես երբեք չեմ ունեցել $100,000, ես ոնց մտածեմ, որ ունեմ $100,000։ Այնքան հեշտ է երեխեք, այստեղ հարցը $100,000 չի, $100,000 ու 1000 դրամի մեջ ընդամենը տարբերությունը այդ թղթադրամների շատության ու քչության մեջ է։ Փողը ընդամենը էներգիա է։ Ու երբ որ մարդուն բացատրում ես, այդ մարդը օրինակ հարց են տալի, ինչ ես անելու դու այդ $100,000-ով, ասում է բանը, ենթադրենք կենտրոնում սես մի հատ տուն եմ տեսել, մի սենյականոց ուզում եմ առնեմ, ռեմոնտ անեմ եւ այլն, հարց եմ տալի, ասում եմ հերիք է այդ $100,000 քեզի, մտածում ասում է չէ, ռեմոնտի փողը չկա, խոսքի։ Հասկանում եք երեխեք, իրականում մարդը ուզում է մի բան, որի պատկերացումը բացարձակ չունի, այսինքն եթե քեզ օրինակ 150,000 է պետք, ինչի ես հիմի 100,000-ի մասին մտածում, ու ինչի ես կոնկրետ հիմի 100,000-ի մասին մտածում, ինչի այն դեպքում, երբ որ կարելի է արդեն վերջնական արդյունքի մասին մտածել, գոնե մի անգամ, որ դու այդ տունը արդեն ունես, ու այդ վերջնական արդյունքից հետոյի գործողությունները մշակել։ Ենթադրել օրինակ, ես այդ տունը արդեն ունեմ, տուն կլինի, ավտո կլինի, երեխեք ինչ ուզում ալնի։ Ես դա արդեն ունեմ։ Դրանից հետո ինչ գործողություն է պահանջվելու։ Օրինակ, հեշտ է, չէ՞, ենթադրենք, ճիշտ ոչ թե հեշտ է, այլ հեշտացնում է, մտածել ես այդ տունը ունեմ, ու այդ տնից հետո արդեն կատարվելի գործողությունները, ենթադրենք, նստել ու գրել, խոսքի օրինակ, տետրը բացել գրել, ես զանգում եմ կամ զանգեցի օրինակ, այսինչ արհեստավորին ինքը ինձ այսքան գին ասեց, ենթադրաբար, երեխեք, ենթադրաբար նստում ենք ու սկսում ենք գրել։ Մեկը այն ինչ որ ձեր մոտ հիմա կա, այդ ձեր ենթադրությունների արդյունքն է, թե լավ թե վատ։ Ինչումն է դժվարությունը նստել տետրի մեջ օրինակ գրել ու ֆիքսել, որ ես զանգեցի օրինակ այսինչ մի հատ արհեստավորի, օրինակ ինքը ինձ խոստացավ, որ իմ տունը կվերանորոգի, գցենք թե 3 ամսվա մեջ ու $30,000 սահմաններում, ոչ թե 50։ Երեխեք ջան, մեր ուղեղը ուրեմն այդ ձևով ստանում է հրահանգ։ Մեր ուղեղը այդ ձևով ստանում է հրահանգ։ Երբ որ մենք այտենց պատկերացումները տպում ենք մանավանդ տետրին ու ժամանակ ենք ծախսում այդ ամեն ինչը գրելու ու ենթադրելու, մեր ուղեղը ստանում է հրահանգ գտնել այնպիսի մի մարդու, որը օրինակ 30,000-ով կվերանորոգի մեր տունը։ Հիմա հարց է առաջանում, բայց հələ տունը չկա, այդ ինչ տուն պետք է վերանորոգվի։ Ուրեմն երբ որ արդեն ուղեղը կենտրոնանում է գտնել այն մարդուն, ով որ կվերանորոգի, ենթագիտակցությունը արդեն աշխատում է այն ուղղությամբ, որ այդ տունը եւս լինի։ Պարադոքսը հասկացաք։ Այն ժամանակ, երբ որ արդեն բաց ես թողում այդ տունը ուզում եմ ունենալու էմոցիաները, ու արդեն ունես, ու քեզ դնում ես վերանորոգման վրա աշխատանքները կատարելու քո ներսում, ենթագիտակցությունը արդեն ուզի ստեղծում այն հանգամանքը, որ երեխեք ջան, կարակ այդ տունը նվերել ստանաք, հեշտ պարտադիր չի, որ $100,000 ունենաք, դուք այդ տունը նոր ունենաք։ Կամ օրինակ այդ տունը կարակ $20,000 էլ ունենաք, կամ 50։ Հեչ պարտադիր չի, որ անպայման $100,000 ունենաք։ Հեչ պարտադիր չի, որովհետև պարտադիր է, որովհետև ձեր ուղեղը այնքան սահմանափակ է, մարդու ուղեղը այնքան սահմանափակ է, որ ինքը մտածում է, որ օրինակ այս սրանից հետո նոր կարա այս գործողությունը լինի։ Այսինքն մարդը ավտոմատ կերպով իր մեջ ցես մի հատ գծում է աստիճան, որ ստե հասնելու համար ինքը պետք է անպայման ստեից։ Բայց մարդը չի մտածում, որ կա նաև տարբերակ, որ առանց այդ աստիճանները բարձրանալու միանգամից հայտնվես ստե։ Աշխարհում տվարение уже завершено։ Արարչությունը արդեն ստեղծված է, արարված վերջացած է։
այն ինչ որ մարդը ենթադրում է, այն ինչ որ մարդը պատկերացնում է, մեր շուրջ ամեն ինչը մեր ենթադրությունների ու պատկերացումների հետևանք է։ Մարկերը Աստվածը ամպերից չի եկե, այս մարկերը տվե ասե տարեք կլոն արեք։ Հեռախոսը ես իմ ձեր պատկերացրած տիեզերքը չի սարքե տվե մեկի ձեռը ասե գնա էսի կլոն արա։ Այդ ամբողջը մտքի երևակայության արդյունք է։ Աթոռը, որի վրա որ նստում եք, դա մտքի երևակայության արդյունք է։ Գրիչը, մեքենան, տունը, շորը, որ հագած եք, պատկերացումները, որ ունեք, խոսքերը, որ արտահայտում եք, դրանք բոլորը ձեր ուրիշների, այն կոլեկտիվ գիտակցության, համամարտկային երևակայությունների, իմացությունների, պատկերացումների հետևանք է։ Ոչ մի բան ի վերուստ, սենց ինչ-որ մեկին չի տրվե, որ այդ ինչ-որ մեկն էլ մտածի, որ ինչ-որ մեկը բերեց ինձի տվեց, ես էլ տեսեք հենա արձան սարքելու գաղտնիքը իմացա։ Արձան սարքելու գաղտնիքը, երեխեք ջան, որպես այդպեսին ինքը այդքան էլ գաղտնիք չի։ Ինչ-որ մոլեկուլյար կառուցվածք ունեցող ցեմենտի ու ավազի կամ գիպսոնիտի իրար խառնելու ինչ-որ բանը, ֆակտուրա ձևավորելու հետևանքը, որը որ առաջացել է մարդու մեջ, ներսում, ամենաառաջինը ծնվել է ուղեղի մեջ։ Մարդը որպեսզի ծնվի այս մոլորակ, երեխեք, նախ ինքը մի հատ որպես սպերմատոզոիդ առաջանում է պապայի մոտ, հետո նոր հայտնվում է մամայի ձվաբջջում, հետո նոր արգանդում, հետո նոր արգանդից ծնվում է ստե։ Հասկանում եք, չէ՞, ինչի արդյունք ենք մենք բոլորս։ Այսինքն 9 ամիս ժամանակ է պետք, որպեսզի մարդը ծնվի ստե։ Բայց որպեսզի մարդը ստեղ օրինակ սամալյոտ ստեղծի, իրան պետք է եղե քանի տարի։ Որպեսզի նավ ստեղծվի, քանի տարի է պետք եղե։ Ինչի համար, որովհետև երեխեք ջան, այս կյանքում ինչ որ ստեղծվում է նյութականորեն արդեն, դրանք բոլորը փորձությունների, հաջորդական, իրար հետևող փորձերի, այդ փորձերը նաև բերում են իրանց հետ էվոլյուցիա։ Այդ էվոլյուցիայի մեջ, այդ փորձերի մեջ, այդ փորձերով, այդ էվոլյուցիան անցնելու հետևանքը։ Չի կարելի նստել սենց աշկերը փակել, մտածել, ու վсё, աշկերը բացել ու ուզենալ էդի տեսնել, այդպես չի լինում, երեխեք ջան։ Ստեղ էդի տենց չի աշխատում։ Ստեղ պետքա մտածես, ստեղ պետքա պատկերացնես ու սպասես հետագա քո ենթադրենք եկած ինտուիտիվ մտքին, ինչ ասում այդ պայն միտքդ։ Հելնես ու այդ եկածը տանես։ Մի հատ դեպք պատմեմ, որ վերջերս է հետս տեղի ունեցել, մարդ ով փող ուներ, բայց չէր կարող տուն առնել, երեխեք։ Ուրեմն փողը ձեռը մոտավորապես $350,000 կարգի, բայց սեփական տուն ինքը չէր կարող առնել։ Գնում էր տունը տեսնում էր, դուրը գալիս էր, բեյը տալիս էր, մի երևի 10-12 անգամ եղել էր էլի արդեն։ Մի տարվա մեջ, տարվա կամ տարի ու կեսվա մեջ։ Գնում էր այդ մարդը տունը տեսնում էր, հավանում էր, բեյը տալիս էր, գալիս էր, այդ մարդիկ զանգում էին, ասում էին, ոշմ, չենք վաճառում, փոշմանել ենք, կամ սես մատ խնդիր ա եղել, արի քո բեյը տար, մեր տունը մեզ մնա։ Կամ գնում էր այդ մարդը, բեյը տալիս էր, ոշմ, հավանում էր, գալիս էր, մեկ էլ ինչ-որ մեկը կողքից բր ուրիշ տուն էր առաջարկում, զանգում էր, ասում էր, այդ $200 ձեզ պահեք, ոշմ, հրաժարվում եմ, էթում էր այն մյուս տունը տենալու։ Ու սենց, երեխեք, տարի ու կես այդ մարդը չի կարացել տուն առնի, սեփական։ Ինչի։ Աշխատանքի արդյունքում հասկացանք, որ իր մեջ կա ծրագիր, էմոցիոնալ ծրագիր, որ սեփական տունը գլխացավանք է։ Որտեղից է առաջացել այդ մարդու մեջ այդ ծրագիրը։ Փոքր տարիքում ինքը ապրել է շատ ժամանակ իր տատիկ պապիկների հետ, ովքեր որ ունեցել են սեփականը տենց ոչ բարվոք վիճակում, ոչ լավ վիճակում տուն, տունը նորմալ է եղել, ապրելու հնարավոր է եղել, բայց այդքան էլ լավ չի եղել։ Պատաքանդվե անընդհատ, գոմնականդվե, սա եղել, նա եղել, ու տատը միշտ պապու հետ կռվի մեջ է եղել։ Հելի հայը թե սարքի, հելի բոստանը սենց արա, հելի զաբորը դզի, հելի պատերը դզի, բլում է գլխներիս, սեփական տունը ապրելու տեղ չի, սեփական տան խնդիրները էսա, այնա, երեխեք ջան, այդ մարդու մոտ
3-4 տարեկանից մինչև 46 տարեկանը ձևավորված կար ծրագիր, որ սեփական տունը գալավնայա բոլ, այն որ գլխացավը, լուչը չունենա սեփական տուն։ Այսինքն, այդ երեխուն հո չեն ասե, բալա ջան, որ մեծանա սեփական տուն չունենաս։ Այդ երեխուն ընդամենը ցույց էին տվել իրանց ապրելակերպով, տատիկը իր վիճակով, իր ձևով, իր պահվածքով ցույց էր տվել այս մարդուն, որ աղբեկ ջան, սեփական տունը այդքան էլ հաճելի բան չի ունենա։ Ու այս մարդը տարի ու կես չէր կարում սեփական տուն առնել երեխեք։ Երբ որ մենք գտանք այդ ծրագիրը իր մեջ, ու մի հատ ընդամենը տեխնիկա արեցինք ու հասկացանք, սիրուն սարդայք է, հասկացանք, որ այդ մարդը, օրինակ այդ տեխնիկայի միջոցով կարա իր ցանկությունը իրականացնի, ու ինքը պատրաստ է դրան։ Ընդամենը մի շաբաթ հետո ժողովուրդ ինքը տուն առավ։ Իդեպ ինքը տուն առավ $120,000 որով որ իրականում շուկայական գինը իր արժեր $240,000։ Այսինքն ինքը դաժե մինչև $350,000 պատրաստ էր այդ տուն առնել, բայց ինքը տունը առավ կրկնակի էժանով, որովհետև ինքը նաև այդտեղ ուներ ծրագիր, որ լավ տունը էժան չեն վաճառում, որ եթե սեփական տունը հանել են վաճառքի, ուրեմն այդ տունը պրոբլեմ ունի։ Անպայման պետք է կամ հիմքը պրոբլեմ ունենա, կամ պետք է պատերը բլի, կամ էլ պետք է մի $100,000 ռեմոնտ ուզենա։ Ու երբ որ մենք իրար հետ աշխատեցինք ու այդ ծրագիրը մեջից հանեցինք, ինքը առավ իր երազանքների տունը կրկնակի էժան գնով։ Մեր կյանքում ամեն ինչ Սաստայանյայի արդյունք է, երեխեք ջան։ Ամեն ինչ, մեր կյանքում ամեն ինչ բխում է մեր Սաստայանյայից։ Սաստայանյա։ Հայելին, որը որ արտացոլում է քեզ, բումերանգը, որ հետ է գալիս քեզ, պատճառը, որ քո ներսում է, հետևանքները ստեղծում ես դու, քո ենթադրություններով, քո պատկերացումներով ու քո հոգե վիճակով։ Իսկ ինչի հոգե վիճակ, որովհետև հոգին դա մեր սրտի զարկերից առաջացած մեր էլեկտրոմագնիսական պոլյան, դաշտ, էներգիան, որը որ կրում է իր մեջ նաև ինֆորմացիա։ Օրինակ, ես լավն եմ, ես վատն եմ, ես դժբախտ եմ, ես երջանիկ եմ, ես հարուստ եմ, ես աղքատ եմ։ Այն ինչ որ կրում է այդ հոգին իր մեջ, այդ էլ ստեղծվում է այդ հոգու շուրջ։ Այսքանը հարազատներս, ուրեմն պայմանավորվում ենք մյուս դասին ունենալու ենք տեխնիկա, գալիս եք թուղթ ու գրիչներով, ձեր տետրերով ու գրիչներով, չնայած որ ցանկալի կլինի, որ դուք միշտ տետրերով ու գրիչներով գաք, որովհետև հիմա այս ամեն ինչի մեջ այնքան կարևոր ինսայթ ստացաք, նաև ձեզանից շատերը էլի, լիքը հարցերի պատասխաններ ստացաք, որ թե ինչի չի ստացվել ձեր կյանքում այն ամենը, ինչ որ օրինակ դուք ցանկացել եք, կամ այն ամենը չէ, կամ կոնկրետ ինչ-որ մի բան, որ դուք ցանկացել եք, որովհետև դուք միշտ ցանկացել եք, երեխեք ջան, ցանկություն նշանակում է բացակայություն, ես ուզում եմ, նշանակում է ես չունեմ, իսկ ինչ նշանակում է, էդ էլ դառնում է, ինչ նշանակում է, էդ էլ դառնում է, հիշեք, Աստված լսում է ձեր ենթագիտակցությանը և ինքը ունի մի հատ բառ ու արտահայտություն, այո, նախանձեցիք ուրիշին, այդ նշանակում է, որ այն ինչ որ այդ ուրիշը ունի, դուք չունեք, այո, ես չունեմ, այո, դու չունես, լսել եք չեն արտահայտությունը, որ բանը, ռիլեր կան է, տենց, որ ասում է, երբ որ Աստծուն ասում ես, ես դժբախտ եմ, ես ինչ վատ է իմ կյանքը, ես ինչ դժվար է իմ կյանքը անցնում բանման, ասում է Աստված, ասում է դու չգիտես դեռ ինչա նշանակում դժվարություն, արի ես քեզ դժվարություն տամ, տես որն է դժվարություն ու կրկնապատկում է այդ դժվարությունը։ Մարդիկ ովքեր որ ասում են, Աստված ջան, շնորհակալություն, ես շատ ուրախ եմ, երջանիկ, ես ինչ լավ է իմ կյանքը անցնում, ինքը ասում է սիրելիս, դու դեռ չգիտես ինչա նշանակում լավ կյանք, արի ես քեզ ցույց տամ որն է լավ կյանքը։ Ինչ է սա նշանակում, երեխեք ջան, ես էլ ասեմ ու ավարտենք։ Բիբլիայի մեջ մի հատ սենց բան կա։ Հիսուսի խոսքերից մեկը, որը որ իդեպ այդքան էլ չի ենթարկվել փոփոխությունների, ինքը ոնց կա, տենց մնացել է։ Ռուսերենով մեջ բերեմ, тот, у кого есть, դանո будет и приумножится, այսինքն նա ով ունի, կտրվի եւ կկրկնապատկվի։ Тот, у кого нет, отнимется и то, что есть.
Դեռ մի հատ բառ է պակասում։ Ենթագիտակցություն, подсознание. Тот, у кого есть внутри, այսինքն состояние. Состояние. Նա ով ունի շնորհակալ է, հա, որ ունի։ Կտրվի եւ կկրկնապատկվի։ Նա ով շնորհակալ չի ու մտածում է, որ չունի, состояние, էլի նույն состояние բառն է։ Կվերցվի նաեւ նրանից այն ինչ ունի, այսինքն մարդ ով անընդհատ բողոքում է, չունեմ, ինքը միշտ կորցնելու է ամեն ինչ։ Միշտ երեխեք ջան, ձեր շուրջ նայեք մարդկանց ու կտեսնեք այդ ամեն ինչը ռեալ ձեր աչքերով։ Հարևաններ վստահ եմ կունենաք այտենց, ովքեր որ գոհ են, շնորհակալ են, իրանց գործերը գնալով շատանում է, լավանում է։ Ովքեր որ դժգոհ են, իրանց մոտ անընդհատ նույն խնդիրներն են։ Это հենց это նշանակում։ Тот, у кого есть, дано будет и приумножится. Тот, у кого нету, отнимется и то, что есть. Դրանք բոլորը վերաբերվում է սաստայանյային վիճակ, հոգե վիճակ։ Այսքանը հարազատներս մարդու կյանքում ամեն ինչ սկսվում է ենթագիտակցական, գիտակցական, երևակայական եւ ենթադրյալ անընդմեջ կատարվող պրոցեսների հիման վրա։ Այն ինչ ներսում է, այն էլ դրսում է։ Ինչ վերևում է, այն էլ ներքևում է։ Մեր կյանքում ամեն ինչ յուրաքանչյուր հանգամանք, որը որ այդքան էլ հանգամանք չի, ամբողջը հետևանք է։ Տեղի ունենում միայն մի բանի պատճառով, որ մենք մեր ուշադրությամբ դրան տալիս ենք ուշադրություն եւ էներգիա։ Ամեն ինչ կախված է մարդու էմոցիաներից, մարմնի էմոցիաներից, մտքերից։ Մտքերը ստեղծում են էմոցիաներ։ Էմոցիաների հետևանքում առաջանում են գործողություններ։ Գործողությունները առաջացնում են իրավիճակներ։ Եթե ուզում ես կյանքիդ լավ ուղու չակերտավոր եմ ասում, կամ չակերտավոր էլի նորից ասած ճիշտ ուղու վերաբերյալ ճիշտ կառավարման գործիքներին տիրապետել, խնդրեմ անցիր հղումով օգոստոսի 10-ից սկսելու եմ նոր եռամսյա եթերաշրջան նվիրված տեխնագիտական հնարքներին կառավարելու մեր գիտակցության եւ մեր կյանքի ուղիները, ճանապարհները, որոնցով որ մենք ստեղծել ենք ենթագիտակցություն, ճանապարհները, որոնցով որ մենք ստեղծել ենք հանգամանքներ, դրանք բոլորը որպես գիտելիք, որպես գաղտնիք, ես ինքս իմ համար արդեն բացահայտած եմ համարում եւ այս ամեն ինչի մեջ օգնում եմ նաեւ բացահայտել բոլոր նրանց, ովքեր որ ցանկություն ունեն իրենց կյանքը ավելի լավը դարձնելու։ Գաղտնիքներին տիրապետել կարող են բոլորը հարազատներս, բայց նաեւ պետքա տիրապետվող գաղտնիքներին սովորենք կիրառել։ Ես վստահ եմ, որ ձեր բոլորից սմարթֆոններն ու համակարգիչները ձեզ տարատեսակ ռիլեր են ցույց տալի, որտեղ որ ասվում է, թե ինչպես կյանքը ավելի լավը դարձնել, ինչպես մանկական տրավմաների հետ աշխատել եւ այլն, բայց մի բան այդ ամեն ինչի մասին լսելը, դեռ ուրիշ բան այդ ամեն ինչը կիրառելը։ Սովորեցնում եմ կիրառել գաղտնիքներ, որոնք որ դարձնում են մարդու կյանքը ավելի բարենպաստ, ավելի երջանիկ, ավելի անհոգ։ Սիրում եմ բոլորիդ, մնացեք խաղաղությամբ։